Նախարար ինչ վիճակում է սահմանին նախ դրանից։ Գիտեք, որ սովորաբար լարվածություն կամ խախտումներ, ոտնձգություններ լինում են հիշարժան օրերի, հանգստյան օրերի շրջանակներում եւ հակառակորդը փորձում է այսպես ճշտել զգոնությունը։ Երեք լարված է եղել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսային հատվածում Արտակերտի շրջանում կրակոցների թիվը ավելացել են, ականանետներից են կրակոցների թիվը ավելացել, այսօր առաջի գծում գտնվող ստորաբաժանումները իրենց պաշտպանական դիրքերում են, հստակ վերահսկում են իրականությունը, իրադրությունը եւ պատրաստ են ցանկացած գործողությունների։ Պարոն նախարար, պաշտոնապես կարծես թե հակառակորդը հայտարարել է, որ եթե չեմ սխալվում, տանկ է խոցվել, ինչ դա Ադրբեջանի պաշտոնական հերթական բացահայտ սուտն է։ Պարոն Օհանյան, 3 տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանը հայտարարել է կրկին ռազմական ճանապարհով հարցի լուծմանը մոտենալու մասին։ Լայնամասշտաբ գործողությունների սկսման վտանգ կա, ինչ ենք հիմա սպասում։ Գիտեք, հիմա մենք վերահսկում ենք իրադրությունը, ձեռք է բերված ժամանակավոր այսպես հրադադար, որը որ պետք է մեզ հետ տանի 1994 թվականի մայիսի 12-ին ստորագրված հրադադարին, ստորագրված եռակողմ, ընդ որում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության կողմից մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի այդ հրադադարը պաշտպանվի, որովհետև հրադադարի պաշտպանումը, վստահության մթնոլորտի ստեղծումը, միջազգային հետաքննության մեխանիզմների ձևավորումն է, որ նաև հիմք կհանդիսանա հետագայում բանակցային գործընթացում առաջընթաց ունենալ, թե ինչ նպատակներ ունեն այսօր, մենք իհարկե այդ ուղղությամբ աշխատում ենք եւ հայկական բանակը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը պատրաստ են ամեն ինչ անել, յետ մղել ցանկացած ոտնձգություն եւ ապահովել Արցախի անվտանգությունը։ Պարոն նախարար, նաեւ դժգոհություններ հնչեցին, գիտեք, որ բանակը ստանրաժշտության պատրաստ չէ, նաեւ պետք է բարեփոխումներ, նաեւ գիտեք, ինչ կարող եք ասել սրա հետ կապված։ Ես գտնում եմ, որ այսօր հայկական բանակը պատրաստ է իր առջև դրված խնդիրները իրականացնելու համար։ Եվ այն բարեփոխումները, որ իրականացվել են վերջին տարիների ընթացքում եւ զինված ուժերի զարգացման պլանը, որը որ ձևավորվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2 տարի աշխատանքի արդյունքում, համապատասխանում է պատերազմի այսօրվա բնույթին։ Պարզապես փոքր-ինչ այսպես առաջնահերթություններ կարող է լինել, այդ առաջնահերթությունների վրա մենք այսօր շեշտը դնում ենք։ Այսօր ոչ միայն ես, այլ նաև բոլորն են ասում, որ երբևիցե թույլ չեն տա, որ Արցախում լինի ճնշում Արցախի ժողովրդի վրա եւ եւս մեկ անգամ կրկնվի այն, ինչ որ եղել է 101 տարի առաջ եւ այսօր ես ուզում եմ որպեսզի մենք գլուխ խոնարհենք ոչ միայն 1.5 միլիոն զոհերի, այլ հայրենական պատերազմի, Արցախյան ազատամարտի, ետպատերազմյան տարիների, չմոռանանք նաեւ 2014-15 թվականի լարվածության ընթացքում մեր տղաների հերոսությունների եւ իհարկե այս ապրիլյան 4 օրյա պատերազմի մեր հերոսների հիշատակի առջև, որոնք որ մեր ազգին հպարտություն են բերել։ Պարոն Օհանյան, վերջին ասուլիսի ժամանակ արտգործնախարարները եւս մեկ անգամ հաստատեցին, որ Կազանյան փաստաթղթին Հայաստանը չէ որ դեմ է եւ դրան նախորդող փաստաթղթերին, իսկ դրանք բոլորը շրջաններ հանձնել են ենթադրում զիջել։ Բանակը ինչպես է վերաբերվում այդ կոնկրետ այդ կետերին, ինչպիսին է հենց բանակի դիրքորոշումը։ Ուրեմն քաղաքական գործընթացներին համապատասխան գնահատական տալիս են քաղաքական ղեկավարները, որոնք որ զբաղվում են դիվանագիտության բանակցային գործընթացով, այսօր ես կարող եմ ասել, որ այս իրավիճակում ոչ մի թիս հող զիջելու մասին խոսք անգամ չի կարող գնալ։ Եվ այս իրավիճակում միայն մենք պետք է ամեն ինչ անենք վստահության, այսպես եզրեր գտնենք, մթնոլորտ ստեղծենք եւ փոխհամաձայնություններ լինեն։ Իսկ այդ փոխհամաձայնությունների շրջանակներում կարող է
համապատասխան ելք ստանալ Արցախյան հարցի լուծումը միայն ու միայն խաղաղ ճանապարհով։ Երկխոսություն է պետք, եթե այդ երկխոսությունը չկա, ինչի մասին խոսք կարող է լինել ապագայի վերաբերյալ։ Պարոն Հովհանյան, եւ նաեւ տեսակետ կա, որ հիմա բեկումնային փուլը եւ Լեռնային Ղարաբաղը այս փուլում կարող է վերադառնալ բանակցությունների տեղանի շուրջ այս առումով Այսօր կարծում եմ, որ մեր քաղաքական ամբողջ ներուժը այդ ուղղությամբ աշխատում է, իսկ անձամբ իմ տեսակետը միշտ էլ եղել է, որ ուրեմն Արցախը որպես հակամարտության կողմ պետք է մասնակցի բանակցություններին։ Այս կամ այն կերպով ինքը մասնակցում է այսօր իհարկե, բայց ինքը համիջական մասնակիցը պետք է լինի բանակցություններին, հակառակ դեպքում հարցի լուծման վերջնական փուլում մենք պետք է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ նորից զրույց սկսենք։ Իսկ դրա նախադրյալները կան հիմա։ Պետք է ստեղծենք։ Ադրբեջանի կողմից է եղել հրադադարի համաձայնության մասին առաջարկություն, ինչու հայկական կողմը չի պնդել, որպեսզի Ղարաբաղը Ղարաբաղը ներգրավի որպես կողմ։ ներգրաված է որպես կողմ եւ կարծում եմ, որ 1994 թվականի հրադադարի մասին ստորագրված պայմանագիրը այսօր էլ գործում է։ Պարզապես այն ինչ որ ձեռք է բերվել այդ մարտական գործողությունները կանգնեցնելու համար այդ ժամանակ ձեռք է բերվել համապատասխան միջնորդության, որին մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ Պարոն Հովհանյան, արդեն բավականին ժամանակ անցել է, վերլուծություն կատարել եք, հնարավոր էր այնպես արձագանքել կամ այնպիսի մեխանիզմներ ունենալ, որ ավելի քիչ զոհեր ունենային ապրիլյան դեպքերի արդյունքում։ Դուք ինչ եք կարծում, վերլուծություններ չեն կարել, եթե այսօր մեր նաև տեղեկատվական դաշտն է հեղեղված համապատասխան փորձագետների, չգիտեմ, վերլուծաբանների վերլուծություններով, ապա բանակի ղեկավարությունը անմիջապես է անցել վերլուծության, ընդ որում այդ վերլուծությունները մենք կատարել ենք հենց անմիջապես մարտական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի հետ միասին։ Վերլուծության արդյունքում կարող եմ ասել, որ ուրեմն դրական կողմերը այն ամենը, ինչ որ բերել է այս մարտական գործողությունների ընթացքում չթույլատրել հակառակորդին լայնածավալ գործողությունների անցնելը եւ այն նպատակները ունենալը, որ ինչ իրենք ունեցել են, ավելի շատ են, քան բացասական կողմերը։ Բացասական կողմերի այսպես վերացման ուղղությամբ մենք անմիջապես ենք սկսել աշխատել։ Ռուսական կողմից սպառազինության ձեռքբերման հետ կապված ինչ նորություններ կան պայմանագիրը որ կան։ Աշխատանքները ընթացքի մեջ են, արագացված տեմպերով են գնում։ Հովհանյան ինքներդ էլ ասացիք, բանակը պատրաստ էր, ինչն էր պատճառը դեպքում 92 զոհ տալու 4 երբանուց։ Ես ուրեմն ասում եմ հետևյալը. կխնդրեի, որպեսզի մենք համեմատություններ անեինք մարտական գործողությունների եւ մարտական հերթապահության միջև։ Այսօր մեր հանրության մեջ համապատասխան վերլուծություններ անում ենք մենք համեմատելով մարտական հերթապահության իրականացման պայմաններին, բայց լայնամասշտաբ ամբողջ ներուժի եւ նաեւ խոշոր տրամաչափի այսպես զենքի կիրառման մարտական գործողությունների ժամանակ իհարկե անխուսափելի են զոհերը եւ նաեւ այդ ամենը անխուսափելի է, երբ որ մեր շատ սպաներ եւ շատ զինվորներ այդ մարտական գործողությունների ժամանակ կռվել են միջև իրենց կարելի ասել վերջին փամփուշտը, իսկ վերջին փամփուշտ ասելով չի նշանակում, որ փամփուշտն ավարտվել է, այլ միջև վերջին այն բնագիծը, որ մտել են մերձամարտի մեջ եւ ապահովել այդ դիրքերի համապատասխան անվտանգությունը։ Իհարկե վիճակագրության առումով մենք չենք կարող որևիցե մեկ պետության, որևիցե մի երկրի բանակի հետ այսպես ոտ գցել, ինչ առումով, որովհետեւ մեր համար նույնիսկ մեկ զոհն էլ ցավ է, բայց այս ցավը մենք պետք է հասկանանք նաև շաղախվում է մեր ընկերների սխրանքի հերոսությունների հետ դառնում հպարտություն, առանց այդ հպարտության մենք չենք կարող երբևիցե մեր ազգի ապագան հետագայում ապահովել, հաշվի առնելով, որ ինչպիսի մենք ունենք մի քանի հարևաններ եւ ինչպես են նրանք տրամադրված հայ ժողովրդի նկատմամբ։ Մեզ այս ամենը մեզ պետք է գոտեպնդի, ամրապնդի, ցավով, ատամների կրճտանքով,
այդ ամեն ինչը մենք պետք է տանենք, բայց մտածենք մեր ապագայի մասին։ Երեխեք հերիք հարորյա պատերազմի ընթացքում տասնյակ զոհեր ունեցանք, որոնցից ինչպես տեսնում ենք բոլորը ծայրահեղ սոցիալական ծայրահեղ պայմաններում ապրող ընտանիքների երեխաներ են։ Նրանցից մեկը ապահովված ընտանիքից չէր ցույց տալիս տվյալները, ինչա եք պատահում։ Կարող եմ ասել, որ այդպես չէ։ Մենք այդպես ենք ուզում տեսնենք, այդպես չէ։ Բայց միևնույն ժամանակ պետք է մենք այս ամենը համեմատենք մեր իրականության մեջ, մեր վիճակի հետ, աղքատության աստիճանում գտնվող մարդկանց հետ եւ ինչպես նաեւ այդ ամենը նաեւ մի քանի օբյեկտիվ պատճառներ էլ ունի, որովհետեւ պետք է հաշվի առնենք, որ ովքեր ունեն հնարավորություն սովորելու, ովքեր ունեն հնարավորություն արտասահմանում սովորելու եւ հիմնականում բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտվածներով ենք մենք համալրում այն հիմնական կարևոր այսպես գերական նշանակություն ունեցող ստորաբաժանները, որոնց միջոցով մենք ապահովում ենք եւ հիմնականում պաշտպանությունը, հատկապես հակաօդային պաշտպանությունը եւ նաեւ հակառակորդի այսպես կրակային խոցումը դերևս շարժման, կենտրոնացման, այսինքն մոտեցման մատույցներում։ Սա ավելի ակտիվ համագործակցություն սպասվելու է, տեղի պատվական տեխնոլոգիաներ իրենք ասում են, որ ՊՆ-ն իրենց ներուժը չի փորձում իսկապես օգտագործել։ ՏՏ ոլորտի հետ մենք միշտ համագործակցել ենք։ Շատ առաջարկություններ մենք օգտագործել ենք մեր այսօրվա իրականության մեջ։ Սկսած 94 թվականից ռազմական արդյունաբերությունը շարունակական այսպես զարգացման միտում ունի։ Իհարկե տեմպերը մենք կուզենայինք, որպեսզի ավելի արագ լինեին, բայց այն իրականացում է մեր հնարավորության շրջանակներում տարբեր կազմակերպությունների հնարավորություններ, դրանց բազան, շենք շինությունները, մասնագետների պատրաստությունը, իհարկե ինչպես նաև այն հնարավորությունները, որ այսօր մեր պետությունն ունի։ Գոյություն ունի գիտահետազոտական փորձակոնստրուկտորական աշխատանքների ծրագիր, որը որ հաստատվում է կառավարության կողմից, մենք անհրաժեշտության դեպքում այդ ծրագրի մեջ որոշակի փոփոխություններ, իհարկե, եթե լուրջ, այսպես առաջարկներ են լինում, մենք իրականացնում ենք, բայց այստեղ նաև պետք է մենք նաև հաշտվենք այն իրականության մեջ, որ շատ մարդիկ ուզում են բանակի այդ ծրագրերի շրջանակներում իրենց շահույթը ունենալ։ Ես երբևիցե չի եղել, որ այս կամ այն կազմակերպությունը ինքնուրույն տարբեր մշակումներ իրականացնի եւ արդեն պատրաստի միջոցը, պատրաստի արտադրանքը, որը որ կհամապատասխանի մեր տեխնիկական միջոցներին, այսօրվա ժամանակակից այսպես պահանջներին, առաջատար պահանջներին, որ մենք մերժենք։ Սա է այն իրականությունը, որ մենք փորձում ենք այնուամենայնիվ փորձում ենք համագործակցել առաջ ընթանալ։ Ես ուզում եմ այստեղից հայտարարել նաև այդպիսի առաջարկությունները չեն կատարում տեղեկատվական դաշտում, լրատվամիջոցների միջոցով։ Ես, իմ տեղակալները, մեր կենտրոնական ապարատը, համապատասխան վարչության պետերը բոլորը պատրաստ են։ Եթե կառուցողական առաջարկություններ լինեն, անմիջապես դիմեք ինձ, մոտեցեք ինձ, այդ հարցին համապատասխան ընթացք մենք կտանք։ Շնորհակալություն երեխեք, չեն կարողանում ձեզ մոտ մտնել եւ կոնկրետ ձեր տեղակալներից ձեր դժգոհությունը, պարոն Միրզաբեկյանից մենք բազմիցս լսել ենք եւ գուցե պատճառը դա է, որ այլ տարբերակ չի մնում, քան հրապարակավ դիմելը, դժգոհելը։ Ես չգիտեմ այդ հարցին ինչպես պատասխանեմ, որ ասում են, որ չեն կարողանում մտնել պաշտպանության նախարարի մոտ։ Հարցրեք հանրությանը, պաշտպանության նախարարի մոտ ինչքան մարդիկ են գալիս եւ կարողանում են մտնել, կարող են շփվել, թե չեն կարողանում շփվել։ Եվ ես այստեղ չեմ ուզում քննադատած լինեմ նաեւ պարոն Միրզաբեկյանին։ Պարոն Միրզաբեկյանն էլ իր ներուժի շրջանակներում այդ ուղղությամբ աշխատում է։ Հիմա ես կարող եմ վերլուծել ամբողջությամբ ասել, որ քանի հոգի են եկել, ինչ առաջարկություններ են արել, ինչ գներ, ինչ գնագոյացումների վրա են շեշտը դրել եւ այնուհետեւ ինչպես են օրըստօրե իրենց գները փոխել եւ վերջում դժգոհ մնացել, ընդ որում մարդիկ, որոնք որ նաեւ որոշակի առումով
Կարելի ասել, որ լինելով շատ երիտասարդ բանակում չծառայեց եւ նաեւ հարգանք էլ չունեն բանակի նկատմամբ։ Հերիքա, երեխեք ջան, հերիքա։ Որով նա կոչ արեց մատնացույց անել ագրեսորին, բարձ դարձավ, որ հայկական կողմի դիրքորոշումը ավելի կտրուկ է դարձել։ Որն է մեր վերջին փոխզիջումների սահմանը, ինչը որտեղ ենք փոխզիջումներ։ Այսօր ես ոչ մի փոխզիջման մասին չեմ կարող խոսել եւ չեմ տեսնում